Ողջույն սկսում ենք պարադիգմա, այսօր ես հյուրընկալել եմ միջազգային անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Իրանագետ Արմեն Վարդանյանին։ Պարոն Վարդանյան, ողջունում եմ։ Բարև ձեզ։ Այսօր մենք արդեն կարելի է կռահել, որ մենք կզրուցենք վարչապետ Փաշինյանի Իրան կատարած այցի մասին, դրա մանրամասների եւ գնահատականների եւ այն պայմանավորվածությունների մասին, որոնք ձեռք բերվեցին այնտեղ, փորձելով հասկանալ, թե ինչպիսի քաղաքական դրանք հեռահարություն ունեն, տնտեսական եւ որքանով են դրանք իրատեսական եւ այլն եւ այլն։ Ես այստեղ ունեմ այն հայտարարությունը, որ մենք տեսանք Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպումից հետո, իհարկե եղան այլ հանդիպումներ, բայց այստեղ ուշագրավ են թերևս այս հայտարարության մեջ եղած որոշ դրվագներ, մասնավորապես Իրանի նախագահը ասում է, որ ինքը մեծ գոհունակություն է հայտնել Իրանի նկատմամբ անարդար պատժամիջոցների հետ կապված Հայաստանի դիրքորոշման կապակցությամբ։ Եվ նաև նշում է, որ պետք է թույլ չտալ, որպեսզի երրորդ որևէ երկիր միջամտի այդ աշխատանքներին եւ համագործակցությանը։ Խոսում է նաև էներգետիկայի ոլորտում Հայաստանի եւ Իրանի միջև իրականացվող ծրագրերի մասին եւ հույս է հայտնում եւ պատրաստակամություն է հայտնում երրակողմ համագործակցություն ունենալ գազ արտահանելու դեպի Վրաստան։ Եվ նաև խոսում այն մասին, որ կարող են լինել եւ երրակողմ, այսինքն Հայաստան, Իրան, Վրաստան եւ քառակողմ Հայաստան, Իրան, Վրաստան եւ Ռուսաստան ձևաչափը։ Դրանի պատասխան վարչապետ Փաշինյանը նշում է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ում նախագահող երկիր է, սա կարող է լավ հնարավորություն տալ ապրանքաշրջանառությունը մեծացնելու ուղղությամբ, ինչպես նաև Հայաստանը պատրաստ է Իրանի հետ տարանցման համագործակցություն ծավալել եւ դառնալ իրանական գազի տարանցիկ երկիր։ Եվ այլն, պարոն Վարդանյան, այստեղ որոշ հարցեր են առաջանում, իհարկե շատ է քննարկվել, խոսվել այս վերջին օրերին, բայց ես ուզում եմ ձեզ հետ, այսպես ասած, հերթով անցնել։ Այստեղ նշվում է այն մասին, որ Հայաստանը դիրքորոշումը Հայաստանի Իրանի նկատմամբ անարդար պատժամիջոցների մասով շատ ողջունելի։ Արդյոք Հայաստանը համարում է, որ այդ պատժամիջոցները անարդար են։ Գիտեք ինչ, հարցն այն է, որ Իրանում կարծում են, որ ԱՄՆ կողմից միակողմանի դուրս գալը միջուկային համաձայնագրից միջազգային իրավունքի խախտում է եւ անարդար է։ Իրանցիները այդպես են կարծում։ Իրանցիները այդպես են եւ նաեւ այդտեղ միգուցե հենց դրա համար էլ շեշտում են։ Կարծում եմ սրա վրա շատ չպետք է խորանալ, փաստն է, որ մենք չենք միացել պատժամիջոցներին եւ ընդհանրապես չենք միացել, եթե այստեղ օրինակ մահաների հետ կապված խնդիրներ կան, մեր են պատժամիջոցների տակ, բայց մենք քայլեր չենք միանում։ Երկրներ կան, որ ստիպված ԱՄՆ-ի ճնշման տակ, ասենք, որոշ դեպքերում պատժամիջոցներ են կիրառել։ Գերմանիայում որոշ իրանական ընկերություններ ընկան պատժամիջոցների տակ։ Այսպես մենք ուղղակի ընկել ենք մեր հայկական ավիաընկերությունը ընկել է պատժամիջոցի տակ, բայց մենք չենք իրանական ավիաընկերությունը, որի ներկայացությունն է այստեղ մահաների օրինակ։ Այո, հայկական ավիաընկերությունը, որը համագործակցում է իրանական մահաների հետ, ասենց ասեմ։ Դրա համար ընկել է պատժամիջոցների տակ, բայց Հայաստանը չի միացել երբևէ որևէ հակաիրանական պատժամիջոցների բացառությամբ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից ժամանակին սահմանված միջազգային պատժամիջոցներին։ Իսկ հա ամերիկյան կողմի միակողմանի պատժամիջոցներին երբևէ չի միացել եւ բնականաբար Իրանում մեծ գոհունակությամբ են նշում այդ փաստը եւ Իրանում ընդհանրապես շատ լուրջ ուշադրություն են դարձնում դրան։ Ով է անում, ով չէ, հասկանալի, այսինքն ով է իրենց հետ, ով է իրենց դեմ եւ այլն։ Այստեղ նախագահ Ռոհանին նշում է նաեւ, որ պետք է թույլ չտան, որպեսզի որևէ երրորդ երկիր միջամտի այդ աշխատանքների եւ համագործակցությանը։ Սա մի փոքր այս հայտարարությունը մի փոքր պետք է հասկանալ, որովհետև երրորդ երկիր նկատի ունեն Միացյալ Նահանգները կամ եւ այլ երկրներ։ Չէ, Միացյալ Նահանգները, բայց արդյոք Հայաստանը իսկապես Իրանի հետ հարաբերություններում ամբողջովին բացառում է Միացյալ Նահանգների հետ որևէ տեսակի քննարկում, պայմանավորվածություն եւ այլն եւ այլն։ Այսինքն այնպես տպավորություն է, որ Հայաստանը եւ Իրանը իրար հետ ինչ ուզեն կանեն եւ որևէ երրորդ երկիր բացարձակապես ցանկանա թե կարողանա, չի կարողանալու անել որևէ բան։ Գիտեք, դա մի քիչ այլ խնդիր է, Իրանում շատ լուրջ այսպես տագնապ առաջացավ Ջոն Բոլտոնի Երևանյան
այցի կապակցությամբ եւ այդ ժամանակ տեղի ունեցած հայտարարությունների եւ այս հարցում բավականին զգայուն են Իրանում ու պետք չի դրա վրա շատ կենտրոնանալ Հայաստանը ընդհանրապես շատ հաճախ լռելիային համագործակցությունը զարգացնում է Իրանի հետ դրա մասին չբարձրաձայնելով եւ ԱՄՆ-ն էլ շատ լավ գիտեն որ Հայաստանը Իրանը ինչպիսի մեծ նշանակություն ունի Հայաստանի համար, Հայաստանի անվտանգության համար եւ Հայաստանի վրա էլ մեծ ճնշումներ չկա անարդարության ԱՄՆ կողմից նույնիսկ 2000-ական թվականներին երբ ԱՄՆ-Իրան հարաբերությունները իրենց լարվածությամբ հասան իրենց գագաթնակետին եւ նույնիսկ ռազմական կոնֆլիկտի հնարավորություն կար դա Ահմադինեժադի կառավարման տարիներն էին Հայաստանի իշխանությունները այդ տարիներին կառուցեցին Իրան-Հայաստան գազամուղան որը որ ԱՄՆ-ն աշկ փակեց եւ որևէ պատժամիջոցի տակ չեն կանգ այնպես որ այո եւ ԱՄՆ-ին են հասկանում որ Հայաստանը ստիպված է հարաբերությունները զարգացնել Իրանի հետ եւ Իրանում են այսպես հայտարարություններ անում են բայց դրան այսպես մեծ նշանակություն պետք չէ տալ Հայաստանը հանրարդարության պետք է ասել որ կարողանում է հաջողությամբ մանևրել Իրանի հետ զարգացնում է հարաբերությունները բայց կան կարմիր գծեր որը որ մենք չենք անցնում Պարոն Վարդանյան միայն այնպես չի որ Հայաստանն է համագործակցում Իրանի հետ շատ երկրներ այդ թվում նաև եվրոպական երկրներ ունեն ավելի քան խորքային համագործակցություն Իրանի հետ նույն Թուրքիան է համագործակցում, այլ երկրներ համագործակցում են։ Այդ առումով Հայաստանը բացառիկ չի։ Եվ այնպես չի, որ Միացյալ Նահանգները բոլորին արգելում է համագործակցել եւ միայն Հայաստանն է, որ կարողանում է առանց, ասենք, աչք փակել դրա վրա եւ համագործակցել եւ Իրանն էլ դա գնահատում է։ Այստեղ մենք պետք է հասկանանք, որ տարածաշրջանը շատ բարդ է եւ իսկապես շատ զգույշ պետք է լինել այս հարցերում։ Միգուցե այս զգուշավորությունն է, որ գնահատում են Իրանում նաև ինչու՞ չէ խիզախությունը Հայաստանը ունի իր շահերը հասկանալի եւ փորձենք հասկանալ երբ դուք խոսեցիք գազատարի կառուցման մասին արդյոք այդ գազատարի կառուցումը նաև ցույց տվեց որ երբ այն անցնում էր Գազպրոմին Գազպրոմ Արմենիային որ Հայաստանը միևնույն է պայմանավորում է իր հարաբերությունները Իրանի հետ երրորդ կողմով Այո դա այդպես է բայց պետք է ասեմ որ Իրանում էլ այդքան ողջորված չէին այն ժամանակ երբ Հայաստանը Իրան-Հայաստան գազամուղը վաճառեց ռուսական Գազպրոմին նրանք ցանկանում են առանց միջնորդավորված հարաբերություններ ուղղակի հարաբերություններ Հայաստանի հետ եւ նաեւ այդ երրորդ երկրների մասին ակնարկը ինչ որ չափով նաեւ Ռուսաստանին են վերաբերում քանի որ Իրանում էլ այդքան ողջորված չեն որ Ռուսաստանը այդպիսի մեծ ազդեցություն ունի Հայաստանի վրա այնպես որ Իրանում էլ շատ լավ հասկանում են Հայաստանի վիճակը եւ այդ հայտարարության մեսեջը ես կարծում եմ նաեւ որոշ չափով ուղղված է Ռուսաստանին եւ այստեղ էլ մյուս հարցն է առաջանում եթե Ռուսաստանի հետ իրենք ունեն որոշակի մտավախություններ ապա ինչ երակողմ եւ քառակողմ համագործակցության մասին է խոսքը չէ՞ որ դա ենթադրում է Ռուսաստանը Վրաստան Ռուսաստան Իրան եւ Հայաստան Գազատարի մասին է խոսքը հիմա փորձենք սա հասկանալ պարոն Վարդանյան որտեղ կարծում եմ սա շատ կարեւոր դրվագ է նախ հասկանալու որքանով է սա իրատեսական հայտարարություն այս սա ոչ թե քննադատություն է հնչում որ հայտարարությունը կա բայց դեռևս այն իմպլեմենտացված չի դա նորմալ է որ լինում է հայտարարություն հետո նոր սկսում են աշխատանքները դա կարող է տևել անգամ տարիներ այնպես չի որ հայտարարությունից հաջորդ օրը անմիջապես պետք է սկսեն այդ աշխատանքները բայց այստեղ հարցի առաջամ արդյոք կա այդ պայմանավորվածությունը արդեն ռուսական կողմի հետ որ եւ արդյոք եթե ստացվեց այդ համագործակցությունը Վրաստան տարանցիկ ձևով ապահովելու գազի մատակարարումը նորից ռուսական կողմի հետ է լինելու նորից Գազպրոմի հետ պատկանելու նորից Գազպրոմ պետք է կառուցի նրան պետք է պատկանի նա պետք է որոշի տրամագիծը եւ այլն եւ այլն Գիտեք ինչ ես կարծում եմ որ ամեն դեպքում այս հայտարարությունը համաձայնեցված է Ռուսաստանի հետ որովհետեւ բոլորը շատ լավ գիտենք որ Հայաստանում գազային ենթակառուցվածքները պատկանում են ռուսական Գազպրոմի եւ առանց ռուսական Գազպրոմի հավանության Հայաստանը չի կարող այդ ենթակառուցվածքներով գազ տեղափոխել երրորդ երկրի։ Եվ նորը կառուցման մասին դեռևս խոսք կա, որտեղ դա թանկ է եւ այլն եւ այլն։ Գիտեք ինչ, իմաստ կա, որովհետեւ դա նաեւ Հայաստանի ինքնիշխանության մակարդակը կբարձրացնի, բայց դա մեկ այլ խոսակցություն է եւ այս բանը դժվար է հստակ ասել մենք ունենք այդ հնարավորությունները կառուցելու թե ոչ։ Փաստն այն է, որ իրողությունն այն է, որ Հայաստանում ռուսական Գազպրոմին է պատկանում
գազային ենթակառուցվածքները եւ Իրանը ուզի թե չուզի, նաեւ Հայաստանը պետք է այս հարցում ստանան Ռուսաստանի հավանությունը եւ ես կարծում եմ, որ դա որոշ չափով նաեւ Ռուսաստանին շահերից է բխում։ Ինչու համար, որովհետեւ նախ այդ ծավալները գազի փոխադրման, որ պետք է գնան Վրաստան, այդքան էլ մեծ չեն եւ Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերին որևէ սպառնալիք չեն հանդիսանում։ Այլ հարց կլներ, եթե Հայաստանի տարածքով նոր գազամուղ կառուցվեր Վրաստան, այնտեղից էլ Եվրոպա։ Այդտեղ արդեն Ռուսաստանը կարող էր լուրջ խորշուդոտներ հանդիսանալ։ Բայց քանի որ Վրաստանի սպառման ծավալները քիչ են, բացի այդ էլ Ռուսաստանը ինքը կարող է դիվիդենդներ ստանալ, նաև ինքը, քանի որ իր ենթակառուցվածքներով է գնալու գազը, նաև ինքն էլ եկամուտներ կստանա։ Ես կարծում եմ, որ դա որոշ չափով նաև Ռուսաստանին է ձեռնտու։ Հնարավոր է նաև սվոփային տարբերակով իրականացվի գազի փոխադրումը։ Օրինակ Ռուսաստանը կարող է գազ մատակարարել Վրաստանին, իսկ փոխարենը իրանական գազը կգա Հայաստանին այդ հրազդանի ջեք, որը որ պատկանում է Ռուսաստանին, այսպես փոխանակման տարբերակով եւ դրա փոխարեն էլեկտրոէներգիա կտանք Իրանին։ Սա մի քիչ բարդ գործընթաց է եւ ես կարծում եմ ամեն դեպքում ճիշտ աշխատանքի դեպքում նաև Ռուսաստանին կարելի է ներգրավել այս գործընթացի մեջ եւ միգուցե Նիկոլ Փաշինյանը արդեն իսկ ստացել է Ռուսաստանի հավանությունը։ Սա նաև Հայաստանի համար չափազանց կարևոր է այն առումով, որ եթե ստացվի իրականացնել այս գործարքը, զգալիորեն կթուլանա Վրաստանում ադրբեջանական սոկարի դիրքերը, որովհետեւ ինչպես հայտնի է, Վրաստանում գազի մատակարարման 90%-ը պատկանում է ադրբեջանական սոկարին եւ այնտեղ չափազանց մեծ է այդ երկրի դերը ազդեցությունը Վրաստանի վրա։ Մենք հետաքրքիր է, որ մտածում ենք սոկարի ազդեցությունը նվազեցնելու մասին, բայց չենք անհանգստանում Գազպրոմի ազդեցության ավելացման մասով։ Դա այնքան է մեծ չի լինելու, եթե ում վրա Հայաստանն այսպես թե այնպես Հայրոս գազարտը 100%-անոց ռուսական ընկերություն է։ Եթե հիմա մենք ստանում ենք ամբողջովին գազը Ռուսաստանից, հիմա էլ որպես տարանցիկ երկիր ամբողջովին էլի ռուսական գազի տիրույթում մնանք եւ ռուսական ենթակառուցվածքներ, այսինքն որևէ ձև Գազպրոմի մոնոպոլիան ոչ թե թուլացնեն։ Իհարկե իդեալական կլներ, եթե մենք նորը կառուցենք, մանավանդ որ դրան զուգահեռ շատ հանգիստ կարող ենք նորը կառուցել, բայց ես չգիտեմ, արդյոք մենք ունենք այդ հնարավորությունները ֆինանսական առումով, արդյոք մեր իշխանությունները պատրաստ են քաղաքական առումով, որովհետև դա նաև քաղաքական մեծ ռիսկեր է պարունակում, չգիտեմ, կարող ենք այս բանին նոր գազամուղ դրա մասին որևէ խոսք չկա այս բանին։ Իհարկե ցանկալի է դրանով Հայաստանի ինքնիշխանության մակարդակը կբարձրանա, կթուլանա Ռուսաստանից ունեցած կախվածությունը, դա միանշանակ է, որովհետև մեկը չի կարող դա հերքել։ Բայց այս պայմաններում չեմ կարող ասել, մեր իշխանությունները ունեն այդպիսի հնարավորություններ կառուցել զուգահեռ նոր գազամուղ։ Այս հարցում մի քիչ թերավատ եմ, իսկ Հայաստանում ռուսական Գազպրոմին պատկանող ենթակառուցվածքներով գազի փոխադրումը Վրաստան միանգամայն իրատեսական եմ համարում եւ նաեւ կարծում եմ, որ դա մեր շահերից է բխում։ Լավ, պետք է ենթադրենք, որ ռուսական կողմի հետ հայկական կողմը ինչ-որ պայմանավորվածություններ ունի եւ եթե չեմ սխալվում, ապրիլին արդեն պիտի կայանան հանդիպումներ Թեհրանում, Ռուսաստանի եւ Վրաստանի մասնակցությամբ, նաեւ Հայաստանի բնականաբար, եւ միգուցե արդեն 1-2 ամսից մենք կհասկանանք, թե ինչ իրականում որքան է դա համապատասխանում իրականության, այսինքն որքան իրատեսական է այդ հայտարարությունը երկու կողմից, որ ինչ ժամկետների մասին է խոսքը։ Մենք գիտենք, որ Իրանի հետ շատ են եղել հայտարարություններ, ընդ որում նախկին իշխանությունները եւս հայտարարություններ ունեցել են, արել են, բավականին նույնից հավակնոտ ծրագրերի մասին է խոսվել, բայց դրանցից որևէ մեկը իրականություն չի դարձել, առավել եւս որ հյուսիս-հարավ ճանապարհը մնում է ամենաանկյունակարային այս հարաբերությունների համար, քանի դեռ չկա այդ ճանապարհը, խոսել ընդհանրապես նոր ինչ-որ բաների մասին, որոնք նույնիսկ չեն էլ նախագծված էլ չեն, մի փոքր իհարկե հասկանալի է, որ դեռևս կարող է խնդրահարույց լինել։ Դուք ինչպես եք տեսնում, որքանով է այսօրվա իշխանությունը պատրաստ նախկինների բաժակաճառային դիվանագիտությունից եւ քաղաքականությունից անցնել ռեալ քայլերի, քանի որ մենք շատ
ենք տեսել եւ այս անգամ էլ ես ուզում եմ անգամ իմ հարցը սկսել այսպես, որ ինչպես է գնահատում այս հարաբերությունները, միայն չսկսենք այն բանից, որ դրանք շատ լավն են, բարիդատիական են, մեծ ներուժ ունեն եւ այլն, սա մենք շատ ենք լսել, շատ ենք լսել։ Ինչ նոր բան կա այս հարաբերություններում։ Իհարկե դեռևս շուտ է, վաղ է վերջնական եզրակացություններ անել, քանի դեռ չկան ռեալ քայլեր, առայժմ դեռևս միայն հայտարարություններ են, բայց ես հուսով եմ, որ մեր իշխանությունները չեն կրկնի նախորդ իշխանությունների այդ ձեր ասած բաժակաճառային դիվանագիտությունը եւ գործնական քայլեր կանեն։ Պետք է ասել, որ ոչ բոլոր դեպքերում է այդ որոշ ծրագրերի իրականացումը կապված Հայաստանի հետ։ Օրինակ մի քանի տարի առաջ էլի խոսում էր Վրաստանի կողմից իրանական գազի գնման մասին, բայց գնի հարցում կարծես թե չպայմանավորվեցին եւ պետք է ասել, որ այս հարցում բացի քաղաքական գործոնից, քաղաքական ռիսկերից նաեւ տնտեսականը կա։ Պատահական չէ, որ հայտարարության մեջ նշվեց, որ եթե գազի գնի հարցում հասնեն համաձայնության, այսինքն պետք է Իրանը ավելի մատչելի գազի գին առաջարկի Վրաստանին, քան ադրբեջանական սոկարները, բացի քաղաքական ռիսկերից։ Ինչ վերաբերում է հյուսիս-հարավին, ապա մենք իրոք գիտենք, որ այդ ճանապարհի կառուցման համար Հայաստանի նախորդ իշխանությունները առելի մեծ գումարներ են վերցրել Ասիական զարգացման բանկից, բայց շատ չնչի մասն է կառուցվել։ Իսկ Սյունիքի մարզի եւ Վայոց ձորի մարզերում, որը որ հյուսիս-հարավի հարավային հատվածն է գնում եւ Իրանին կապող հատվածը, ընդհանրապես միջայժմ որևէ գործ արված չէ, իսկ դա ամենաբարդ հատվածն է ռելիեֆի պատճառով եւ ես հույսով եմ, որ արագ տեմպերով այդ ճանապարհը կկառուցվի, այլապես իրոք շատ տեղին նշեցիք, Հայաստանը չի կարող դառնալ տարանցիկ երկիր իրանական ապրանքների համար։ Իհարկե Իրանից Հայաստանի տարածքով գնում են բեռնատարներ, բայց ծավալները քիչ են, ավելի շատ գնում են Թուրքիայի եւ Ադրբեջանի տարածքով։ Պարոն Վարդանյան, այստեղ իհարկե նորից մենք կարող ենք անդրադառնալ այս հայտարարություններին, բայց մենք տեսնում ենք, որ հայկական կողմը շատ հաճախ նաեւ առնչվում է ֆինանսական խնդիրների։ Այսինքն կան ծրագրեր, կան գաղափարներ եւ այդ հայտարարությունները ներուժի մասով եւ այլ համագործակցություն ընդլայնելու մասով եւ այո, ես համաձայն եմ դες հետ այնպես չի որ Հայաստանը իսկապես պայմանավորում է Միացյալ Նահանգների կամ անգամ Ռուսաստանի հետ, այսինքն փորձում է ինքնուրույն ձևով Իրանի հետ հարաբերություններ ունենալ, բայց կարծեք յուրաքանչյուր դեպքում Հայաստանը եւ Իրանը փորձում են տեսնել իսկապես ինչ կարող են միասին անել եւ այնուհետեւ տեսնում են որ շատ բաների հնարավորություն կա անելու, բայց միջոցներ եւ այլ խոչընդոտներ թույլ չեն տալիս, որպեսզի իրականացվեն, այդպես էլ մնում են ի վերջո ընդհանրապես մտադրությունների մակարդակում եւ նշելով, որ մեր շատ լավ հարաբերություններ ունենք եւ այլն։ Ձեզ ֆինանսական միջոցները որտեղից պետք է ներգրավեն, արդյոք Հայաստանը ունի այդ հնարավորությունները։ Բնականաբար պետությունը ունի այդպիսի մեծ հնարավորություններ, պետք է փորձել ներդրողներ գտնել։ Նույն հյուսիս-հարավային այդ հարավային մասի համար կարծես թե իրանական ներդրողների մասին էին խոսում անցած տարի եւ ասում են որ կան իրանական ընկերություններ, որոնք պատրաստ են կառուցել ճանապարհի այդ հատվածը եւ ճանապարհը դարձնել վճարովի։ Այսպիսի խոսակցություններ կային։ Պետք է փորձել ներդրողներ գտնել, որոշ դեպքերում միջազգային ֆինանսական այդ կառույցները հնարավոր է վարկավորեն։ Պետք է ճիշտ աշխատել ուղղակի եւ պետք է ասել նաեւ որ Իրանում շատ հաճախ ոչ չեն ասում, ամեն ինչն ասում են այո, բայց տարիներով հարցերը չեն լուծում։ Նույն Մեղրի հեկի մասին հայտարարություն կա ընդհանուր հայտարարության մեջ, բայց պետք է ասեմ, որ 7-8 տարի առաջ դեռևս տեղի ունեցավ Մեղրի հեկի հիմնարկիքի արարողությունը, բայց գործը դրանից այն կողմ չի անցել։ Մեղրի հեկը պետք է կառուցեր Իրանը, Արաքսգետի երկու մասերում, երկու ափերին, հայկական եւ իրանական ափերին պետք է կառուցվեր երկու հեկ, 15 տարի պետք է շահագործեր Իրանը այդ հեկը, այնուհետև պետք է վերադարձներ Հայաստանին, բայց ելի եմ նշում, արդեն 7 տարի է անցել եւ որևէ գործնական քայլ այդ ուղղությամբ չի կատարվել, այնպես որ չի կարելի բոլոր հարցերում մեղքը վարդել մեր կողմի վրա, նաեւ իրանական կողմը օբյեկտիվ պատճառներով ֆինանսական խնդիրներ ունի, բացարձակապես մեղավորության խնդիր չենք տեսնում, ուղղակի փորձում ենք հասկանալ ինչն է պատճառը, այո, եւ պետք է ասել, որ միշտ չէ որ մենք ենք մեղավորը, նաեւ իրանական կողմը ահռելի պատժամիջոցների տակ է, ինչպես ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն էր ասում,
Իրանը աննախադեպ պատմության մեջ մինչ այժմ չտեսնված պատժամիջոցների տակ է ընկած եւ պետք է նաեւ հասկանալ, որ իրանական կողմի միջոցներն էլ անսպառ չեն։ Այո, իմ դերս վերջին հարցը, որի մասին քիչ է խոսվում, Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ նա երբեք չի թաքցրել, որ փորձում է արտահանել իսլամը, շիիզմը մասնավորապես տարբեր երկրներ այդ փորձն անում է եւ Սիրիայի մասով, եւ Լիբանանի մասով, եւ Եմենի մասով, եւ Ադրբեջանի, եւ իսկ ինչու ոչ Հայաստանի, արդյոք կան նման ռիսկ, նման վտանգ։ Հայաստանի պարագայում նման վտանգ բնականաբար չկա, քանի որ որևէ նախադրյալ էլ չկա շիիզմը տարածելու։ Ընդհանրապես իրենց Իրանի արտաքին քաղաքականությունը հիմնականում ուղղված է դեպի մերձավոր արևելք եւ պետք է ասել, որ Հայաստանը ինչ որ առումով երկրորդական նշանակություն ունի Իրանի համար։ Իրանի համար ամենաառաջնայինը Սիրիան է, Եմենը եւ այսպես կոչված շիական աղեղի երկրները։ Բահրեյնի շիական հատվածը այնտեղ մենք գիտենք 75% շիաներ են, բայց իշխող կառավարող ուժը սունիներ են։ Իրաքը չափազանց մեծ նշանակություն ունի Իրանի համար, բայց Հայաստանում այդպիսի նախադրյալներ չկա, իրենք էլ որևէ այդ ուղղությամբ բնականաբար քայլ չեն ձեռնարկում։ Իրենց համար Հայաստանը ընդհանրապես մի ճանապարհ է դեպի Եվրոպա, Եվրոսաստան դուրս գալու համար, բայց կրոնական ինչ-որ առումով այստեղ ամրապնդվելու որևէ ցանկություն եւ հնարավորություն չունեն։ Մանվարդյան, շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։ Շնորհակալություն նաեւ մեզ դիտելու համար առայժմ։